Պարտիրը շղորչը, պարք Իսուսին, ավել աղբերն ասեն է ջիգյարով լա, պարտիրո չէ, դողտերը պարավորվի, եղբարներ կուրեր, մենք իր անունը մեծարենք ու գովաբանենք, ես ուզում եմ սուրբ գրքից մերկու համար կարդալ և պետք է աղոթենք հոգսերի պրոբլեմների համար, այսօր առավոտ, երբ որ կարդում էի, շատ եմ կարդացել, ստեղերը, եթե բոլորն էլ ովքեր կարդում են Աստվածաշունչ մանավանդ նոր կտակարան, այս համարները կարելի ասել անգիր գիտեն, բայց շատ սրտիս կպավ։ Ուզում եմ մի քիչ ձեզ հետ մի քանի րոպե խոսել ու աղոթել։ Խոսքը վերաբերվում է Հակոբոս առաքյալի թղթին, հենց առաջի համարից այսպես ասեմ, Հակոբոս Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա 12 սերունդներիդ, որ ծրված եք ողջույն։ Խոսքը վերաբերվում է անմիջապես ասում է առաքյալը խոսք ուղղեմ Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ինչ խոսք ասում, լանայեք մի անգամից։ Բոլորովին ուրախություն համարեցեք եղբայր, երբ որ կերպ փորձանքների մեջ ընկնեք։ Ռուսեն թարգմանության մեջ ավելի պարզ է գրած, եթե նայում եք ստեղ, ասում է եւ մեծ ուրախություն ունեցեք, великий радостью принимайте, ասում է մեծ ուրախությամբ, բոլորովին ասում է մեծ ուրախությամբ համբերեք եղբայրներ, զարմանալի բան է ժողովուրդ ջան, ոնց թե մարդ ընկնի մեծ փորձանքի մեջ, ու ասում է շատ ուրախությամբ դա ընդունեք, չի ասում է ուրախությամբ, Գրածա, չի ասում է, великий радостью принимайте, մեծ ուրախությունով դա ընդունեք։ Սա սովորական մարդու համար անհասկանալի բան է։ Ինչպես կարող է մարդը մեծ փորձանքի մեջ ընկնի, եւ այդ մեծ փորձանքի մեջ ասում է, շատ ուրախությամբ այդ ընդունենք։ Եվ որ մարդի կյանքի մեջ հատ փոքր դժվարություն է գալի, նեղություն է գալի, նեղվեմ, վիրավորվեմ, վրդովեմ, տրտնջեմ, բողոքեմ։ Են անգամ խոսեցի 80 քանի տարեկան տատ, որը ցավում է, աղոթել է մի քանի շաբաթ, չի լավացել, նեղվում է, Տեր ես խիչին ոտներ են սենց, սմա, բախի սենց, բանչին ենց։ Բայց ինչ ասում սուրբ գիրքը, ասում է մեծ ուրախությամբ ընդունեք։ Գիտեք ով է կարողանա, ով կարող է մեծ ուրախությամբ այդ փորձությունը ընդունել, դա ամեն մարդ չի կարող։ Ստեղ նստած շատ մարդիկ էլ չեն կարող։ Ստեղ նստած հիմի որ ներկա եք, շատ-շատերն էլ չեն կարող։ Միայն դրանք կարող են այն մարդիկ, ովքեր վերստին ծնունդ ունեն։ Սուրեն եղբայրը հիշեցրեց իր խոսքի մեջ։ Որ այդ փոխվել է, ում կյանքը փոխվել է, որ հանդիպել է Հիսուսին։ Որ հավատում է եւ հասկացել է, որ այս երկրավոր կյանքը չի, որ այս մարդը ապրելով պետք է ապրի եւ իր կյանքին վերջակետ դրվի ու թողնի գնա։ Եվ դա է պատճառը, որ այդ ձևի հասկացողությամբ տեր մարդիկ, երիտասարդներ, մեծեր, փոքրեր, տարեցներ, ապրում են, սովորական կյանք հա, իրանց ձեռի հետ, համսենց համնենց, այսօր վարդավարա, շատերը գնացել են ջրելու, էլի ջրվելու, սենց բան, պրազնիկ ադե ասենք, հա դե վարդավարը տարին մի հետ ալեմ, հո հավաքույթն է ամեն շաբաթ ելմա մեզ մի կիրակի չգնանք, մյուսին կգնանք էլի, ես կարգի մարդիկ ժողովուրդ ջան, սանք չեն հասկանում ինչը, ոնց կարանա մեծ ուրախությամբ ընդունի, ոնց կարա այդ մեծ ուրախությամբ ընդունի, և նա տեսեք ինչ ասեմ, գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունն է համբերություն գործում, այսինքն, երբ որ մենք մեծ փորձության մեջ ենք, ասում է ձեր հավատքի փորձառությունն է փորձարկվում, Ռուսերենում գրված է искушение, ասում է, испытывается ваша вера, признание терпения, и ասում է искушение, ինչ նշանակում искушение, ինչ նշանակում փորձվել, ձեր հավատքի փորձառությունը, այս բառը խոր ասպեկտ ունի, երբ որ նայում ենք, ռուսեն մի քիչ նայում եմ, հասկանում եմ,
Այսինքն փորձվում է այդ փորձությունը ինչի մարա, քու հավատքն է փորձվում։ Իմ հավատքն է փորձվում։ Իմ վստահությունն է Տիրոջ խոսքի վրա փորձվում։ Իմ ապավինությունն է Տիրոջ վրա ամրանում։ Մեղքի հանդեպ իմ ցանկությունն ու հակառակությունն է երևում։ Ժողովուրդ ջան, գալիս է այդ փորձությունը։ Այդ փորձությունը искушение ռուսեն մասմա испытание веры вашей։ Այսինքն մեր հավատքի փորձությունը գալիս է։ Համ այդ ցանկությունն եկավ։ Եվ մարդը ինքը պետք է ընտրություն անի։ Այս փորձը, որ գալիս է, այդ դժբախտությունը, այդ խնդրեմը, նեղությունը, որ գալիս է, մարդը ստեղ պետք է ինքը ընտրություն անի։ Ասում է ձեր հավատքի փորձառությունն է երևում։ Այն մարդը պետք է ընտրի։ Աստված իր խոսքը, թե իր աշկի տեսած, իր մարմնի ցանկությունը, իր սրտի ուզածը։ Ասում մեծ ուրախությամբ ուրախացի, որ դու արդեն այդ ընտրության ժամանակ դու կարողանում ես քեզ տեսնել։ Եվ լա տեսեք, սքանչելի խոսքեր ասում, նույն հենց 5-րդ խոսքը։ Ասում բայց եթե մեկը ձեզանից իմաստությամբ պակաս ունի, թող խնդրի Աստվածանից, որ ամենին տալիս առատության պես։ Ինչ կապ ունի իմաստությունը այս փորձության հետ, որ ուրախ լինի։ Որտեվ իմաստուն մարդն է կարողանում ինքը տեսնել փորձության մեջ ինքը ինչպես գտնվեց։ Հավատարիմ եղավ Տիրոջը, հավատարիմ մնաց Տիրոջ խոսքին, մեղքին հակառակ կեցավ, իր որոշումը հաստատ պահեց։ Դա համար ժողովուրդ ջան, ամեն մարդ չի սա հասկանում։ Եվ դա է պատճառը, որ գալիս են մարդիկ, գնում են, դա է պատճառը, որ մարդիկ հավատքի մեջ լինում են, հեռանում են, տկարանում են, ընկնում են, բայց Տեր ուրիշ բան ասում, ասում ուրախացի, մարդ, համին նայես հիվանդա մարդ է, հեռն իրանից ֆիզիկապես մեռնը մարդ են, ոնց չի ուրա ուրախանա։ Այո, մարդը չի կարա ուրախանա, որ չի հավատում, որ ես չի կյանքը, որ չի հավատում, որ կյանքը Քրիստոսն է, չի հավատում, որ ես կյանքից հետո է իսկական կյանքը։ Եվ որ մարդը այս ամենին հավատա, այդ ժամանակ ես մարդ ուրախ կլի։ Եվ որ հավատա, որ այս չի կյանքը, եւ որ նա իմաստություն ունենա։ Ինչի համար է մեզ պետք իմաստություն, ժողովուրդ ջան։ Այս աշխարհի իմաստության մասին չի խոսում Տերը։ Ես շատ եմ իմ զավակների հետ խոսում։ Իմ տղեկի հետ մանավանդ։ Երեք էլ նորից տղիս հետ խոսում էի բավականին երկար առանձին։ Ասեմ տղա ջան, ինձ պետք չի որ դու լավ բժիշկ դառնաս, լավ մասնագետ դառնաս, այս դառնաս, այն դառնաս, իհարկե լավ բան է որ դառնաս, մարդկանց օգնես, բայց ասում եթե դու լավ հոգևոր չլես, այդ ինչ որ լես իմ հեշտ պետք չի, ասում դա հեշտ պետք չի։ Առաջի հերթին դու պետք է Աստծու մարդը լես։ Դու Աստծու հետ պետք է ապրես։ Ես իմ զավակներին այս խորհուրդն եմ տալիս, որ այդ Քրիստոս կյանքի հետ ապրեն, ժողովուրդ ջան, որտեղ ես ինչ որ կա անցողի կա։ Որ իմաստություն ունենան, որ իմաստություն Տիրոջից խնդրեն, որ հասկանան ոնց վարվեն, որ Տիրոջը չվշտացնեն, ոնց վարվեն, որ Տիրոջը չցավացնեն, ոնց վարվեն, որ իրանց ապրած կյանքը փառք բերի Հիսուսին, որովհետև իմ աղոտ քարասպաս դա է։ Տերը ներկա է, որ ես Աստծուց չեմ խնդրում ինձ համար, իմ երեխեքի համար, իմ հորտան համար, չեմ խնդրում, որ մեզ երկար տարիների կյանք տա, առողջություն տա, հարստություն տա, ես դե բան չեմ խնդրում, Տերը գիտի, իմ խնդրանքն ու փափագը մի բան է, որ ամեն օր, ինչքան որ մեզ կյանք ես տվե Տեր, մնանք քեզ հավատարիմ, մնանք սուրբ, գնանք անարատ, քանի օրը որոշել ես, դու գիտես, բայց ինչքան որ ապրենք, քեզ հաճելի կյանք ապրենք, որտեղ մի օր պետք է կայնենք ժողովուրդ ջան Տիրոջ ատյանի առաջ։ Սա է ասում ավետարանի խոսքը, ես հավատում եմ, որ ասում է մարդուն տրված է մեկ անգամ ծնվել, այս կյանքից հետո, որից հետո կանգնել Տիրոջ ատյանի առաջ եւ հաշիվ տալ իր արածի, թե բարի, թե չարի համար, թե հայտնի, թե ծածուկի համար, թե լավի, թե վատի համար։ Դրա համար թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք հասկանանք սա։ Այ երբ որ սա հասկանում է մարդը, այդ մարդն ուրախանում է։ Որովհետև փորձության մեջ է,
որ մարդը տեսնում է իր թերությունը, փորձության մեջ է, որ մարդը իր սխալն է տեսնում, քուրեր ջան, եղբայրներ ջան, եւ որ չի գալիս այդ փորձությունը, դու չես տեսնում դու ով ես, այ որ գալիս արդեն դու քունտրությունն ես անում, այդ ընտրության այդ ժամանակ արդեն դու տեսնում ես, որն ես ընտրել, եղբայրները հիշեցրեցին, ինչն ես ընտրել, դա հիշեցրեցին Դանիելի մասին, նա ընտրել էր, նա գիտեր, որ ով այդ հրամանը չկատարեց, ինքը այդ թագավորի մոտ էր, նա պետքա մեռնի, այդ մարդ հաստատ գիտեր, եւ գիտենալով հանդերձ ինքը իր ընտրությունն արեց, բայց այսօր դու գիտես, ինչ ես ընտրում, ես գիտեմ, որն եմ ընտրում, թող Տերը փառավորվի, եւ չեմ ուզում երկարացնեմ անդամականին, սա խորը նյութ է, եթե Տերը կյանք տա հնարավորություն կա այս մասին կխոսենք, մենք պետք է աղոթենք բոլոր հոգսերի խնդիրների համար։ Բայց իմ խնդրվածքն է, որ դու նայես, որ այդ փորձությունը, այդ դժվարությունը քո իրական դեմքն է ցույց տալիս, եւ իմ իրական դեմքն է ցույց տալիս։ Անկախ նրանից ինչ խնդրի մեջ ես, անկախ նրանից ֆիզիկական է քո խնդրը, հոգու տառապանք է, մարմնավոր է, ժամանակավոր է, անցողիկ է այդ ամենը։ Անկախ նրանից դու ինչ ես ընտրել, ոնց ես ընտրել, եթե դու հավատում ես Քրիստոսին, իր խոսքին, երանի քեզ, եւ հանձնում ես քո հոգսը իրան, եւ վստահում ես իրան, եւ ապավինում ես իրան, եւ համաձայնվում ես իր կյանքին, իր կամքին։ Եղբայրը հիշեցրեց, ասում է, երբ որ իմ երեխեն ասավ, դու որոշի։ Իսկ դու որոշի, всё, անկախ նրանից ես ուզում եմ գնամ, թե չեմ ուզում գնամ, դու որոշի։ Եվ համոզված եմ, որ Հերը լավ որոշում կանի։ Եթե չղրգի էլ հաստատ այդ փողին դվայնոյ փող պիտի տաղին, համոզված եմ, որ այդ մի բանից կտրվելուց դվայնոյ ավելի լավն անի, որ երեխեն չտրտմի, որ չասի հերս չթողած, որ հնգերներիս հետ գնամ, բայց Հերը հնենց կանի, որ եթե չգնա էլ այդ հնգերներից ավրվել լավ բաներ կունենա, որ այդ երեխեն տեղնգաստեղը կասի, այ հերս ճիշտ արա, որովհետև վստահեց իր հորը։ Եկ մենք, որ մարմնավոր մարդիկ ենք, կարող ենք մեր երեխեքին լավ անենք, մեր թորներին լավ անենք, բամոր եկնավոր Հերը Շեղովուրդ ջան, բա քու Հերը կենթանի է, քու Հերը կենթանի է, նա քո համար իր կյանքն ա դրել, նա քո համար իր մինչև վերջի կաթի հարյուն եւ ինքը կենթանի է, ինքը սիրում է քեզ, եւ ինքը մեզ ասում է, եթե դուք չար եք ու ձեր որդիներին բարիք անել գիտեք, բա որքան առավել ես, եւ դրա համար թեգուզ դժվարությունն է, թեգուզ նեղությունն ասում է, դու ուրախացի, մեծ ուրախությունով ուրախացի, որ ես քեզ սիրում եմ, որ ես քեզ հետ եմ, որ ես այդ ամենը անում եմ քեզ պատրաստելու, սրբելու, մաքրելու, զորացնելու, որ հավիտյան ինձ հետ լինես, որ հավիտյան քո աչքերի արտասուքը սրբվի, որ այդ արտասուքը ես երկրի վրա թեգուզ ժամանակավոր է, ցավ է, տառապանք է, բայց այդ արտասուքը սրբվի։ Ես հիշում եմ իմ երեխեն, մեր արմանս, որ այդ ծանր վիճակի մեջ էինք, ես իմ աղբորը աղոթում էի, աղբորս համար, կնոջ համար, իմ տան համար, բայց ինձ մի հատ մեծ մխիթարություն եմ, եւ որ այդ ծանրության մեջ աղոթք ենք անում, աղբերս այս խոսքն էր ասում, Տեր դու արդար ես, փառք ես, դու ոնց որոշես, փառք ես, այդ մեծ զորություն էր տալիս, այո, մեր Աստված արդար Աստված է, նա սուրբ Աստված է, եւ ինչ որ փորձություն էլ եթե գալիս է, դա մեզ սրբելու, շտկելու, զորացնելու, սրբելու համար է, որ մեզ հավիտյան իր հետ երկնքի մեջ պահի, սրա համար է, դա համար ասում է մեծ ուրախությամբ ուրախացեք, որովհետև ասում է Տերը իր խոսքի մեջ, եթե չեմ կրթեմ, չեմ դաստիարակեմ, ուրեմն խորթ ես, բայց ասում է որ ծնողն է, որ իր զավակին չի դաստիարակում, թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան, եւ դրա համար այս ժամանակավոր կյանքի մեջ այդ նեղությունները, այդ դժվարությունները հիշեք մի բանի համար է, որ մեզ հավիտյան իր հետ ապրեսնելու, որովհետև ուզենք չուզենք մի օր պետք է գնանք, թող Տերը փառավորվի, մենք պետք է կանգնենք աղոթքի, ունենք հոգսեր, ունենք խնդիրներ, գիտեմ ունենք, բայց ունենք մեծ Տեր, որ այդ հոգսերն է գիտի, այդ խնդիրներն է գիտի, այդ դժվարություններն է գիտի, բերեք մենակ ասենք շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, դու արդար Տեր ես, դու ինչ ուզում ես արա, գոհանանք Տիրոջի, ժողովուրդ ջան, խնդրենք որ Տերը փառավորվի։